Իմ քայլը հիմնադրամը հանրապետության նախագահի կողմից ազգային ժողովի ընտրությունների նշանակման վերաբերյալ հրամանագիրը ստորագրել ուժի մեջ մտնելուց հետո շարունակել է իրականացնել բարեգործական գործունեություն 15 անգամ է բարեգործություն իրականացրել թեև առնվազն մեր գնահատմամբ եւ ես վստահ եմ ոչ միայն մեր գնահատմամբ իմ քայլը հիմնադրամը աֆիլիացվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ խախտման բնույթը սա է 15 դրվագները դրանք բովանդակապես իրարից համանման դրվագներ են, հա? Պիտի ասեմ, որ բոլոր 15 դեպքերում էլ մենք չենք դիտարկել, չենք տեսել, որ տեղի ունենա քարոզչության եւ բարեգործության մեկ տեղում։ Մենք չենք տեսել, որ տեղի ունենա բարեգործություն տեխնացուի կուսակցության կամ ուրեմն կուսակցության անդամի կամ վստահված անձի կողմից եւ այդ իսկ պատճառով մենք չենք գնահատել սրանք որպես քրեական օրենսգրքի 221 հոդվածով նախատեսված արարք, այլ գնահատել ենք որպես վարչական իրավախախտումների օրենսգրքի 40.16 հոդվածով նախատեսված արարք, որը ենթադրում է վարչական պատասխանատվություն, որի համար էլ դիմել ենք վարչական դատարան։ Մենք մեր հայցադիմումը պնդում ենք, մենք մեր հայցադիմումին հայցադիմի հիմնավորման մեջ կասկած չունենք եւ առհասարակ թող իմ ուղղությամբ քարնետի նա որ կպնդի որ իմ քայլը հիմնադրամը աֆիլիացված չի կամ չի ասոցացվում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ այդ թվում իր անվանման միջոցով, որովհետև եկեք հիշենք, որ նախորդ գումարման Երևանի ավականում եւ նախորդ գումարման խորհրդարանում քաղաքացիական պայմանագիրը դաշինքներ էր կազմել, որոնք հենց կոչվում էին իմ քայլը։ Ինչ վերաբերվում է Տիկին Հակոբյանի արձագանքին եւ Տիկին Հակոբյանի խոստումներին, որ մեզ մտադիր է կամ հայտարարություններին, որ մեզ մտադիր է դատի տալ կամ հանցագործության մասին հաղորդում տալ, ապա դա իր սահմանադրական իրավունքներով մենք ամբողջությամբ նորմալ ենք վերաբերվում նրան, որ անձուն դեմ մենք իրավական process ենք սկսել, ինքն էլ մեր դեմ իրավական process սկսում, իր իրավունքն է եւ պիտի ասեմ, որ սահմանալի բան պիտի ասեմ, բայց նորմալ արձագանք է։ Նորմալ արձագանք է։ Ոչ մեկ չասեց, որ այդ արձագանքը պետքա լիներ տենց հաճելի։ Ոչ մեկ համարյա ոչ մեկ չի ընդունում միանգամից, որ ինքը ինչ-որ բան խախտել է։ Նորմալ է։ Մարդիկ սկսում են պաշտպանվել եւ նորմալ է, որ մարդիկ պաշտպանվում են քաղաքակիրթ ձևերով։ Այն է հրապարակային ասուլիսներով, հրապարակախոսությամբ եւ իրավական մեխանիզմներին դիմելով։ Դա լրիվ նորմալ է, մենք ստեղ ընդհանրապես ոչ մի խնդիր չենք տեսնում։